իրեն գժի տեղ դրած, ինչպես արել է այս 7 տարիների ընթացքում եւ ինչպես խոստովանել է հայտնի հրապարակված ձայնագրության մեջ։ Իրեն գժի տեղ դրած, սպանում է Հայաստանի պետականությունը, հայ հասարակության դիմադրողականությունը։ 12,000 քառակուսի կիլոմետրից ավելի հայրենիք ծախածը Թալանից է խոսում։ 12,000 քառակուսի կիլոմետրից ավելի նվիրածը Թուրքին եւ վերջում անունը դնելով դա թուրքական էր, էլի, դա ի սկզբանե մերը չէր։ Թալանից է խոսում։ Մեկը ով այնպիսի մասշտաբային լափաման է կազմակերպել իր մտերիմների համար, մեկին մի տեղից հանում ուրիշ տեղապաշտոն նշանակում, որ հանգարց այդ լափից կտրվելով իր դեմ չափ ստանբեն։ Այդ Հայաստանի պատմության մեջ երբևէ չլսված պարգևավճարները, երբևէ չլսված այդ պատավատների քանակը, երբևէ չլսված այդ ախրանիկների քանակը, հələ սա ասում եմ այդ գործուղումների քանակը, ասում եմ այն ամեն ինչ որ հələ տեսանելի է։ Այն չարաշահումները, որոնք լրատվամիջոցների կողմից բացահայտվում են, բա դուք պատկերացնում եք սրանք իշխանությունից գնան ինչերա բացահայտվելու։ Այդ էրատոյի հիմնադրամները, մարդիկ տենց մի օր քնում արթնանում, որոշում են, որ մի քանի $100,000 նվիրատվություն պետք է անեն էրատոյին։ Ընդ որում առանց հաշվետվության։ Ինչ արին, որտեղ ծախսեցին։ Չկա, ոչ մի բան չկա։ Բայց կոռուպցիայի դեմ են պայքարում։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը պայքարում է հետևյալի դեմ, որ հանգարց իր ուսապարկերից եւ իր այդ հանցախմբից որևէ մեկը առանց իրեն կոռուպցիայով չզբաղվի։ Պատժում են բոլոր նրանք, ովքեր որոշել են իրենց օղակում զբաղվել կոռուպցիայով, չէ, այդ կոռուպցիան պիտի գնա հասնի մինչեւ Նիկոլ Փաշինյանը։